Հարգելի հետևորդներ, ABC լուրեր ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Բագրատ Սրբազանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել փոխհատուցում։ Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրում են կաշառք ստանալու համար, ինչ է հայտարարել հակակոռուպցիոն կոմիտեն։ Դատարանում քննում են Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, թիմը բողոքարկում է։ Պայթյուն Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել է Մակրոնը, ինչ մանրամասներ է հայտնի։ Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ գագաթնաժողովը, ինչ է կատարվում կուլիսներում և ինչ տարաձայնություններ կան երկրների ղեկավարների միջև։ Դատարանը դեռևս չի հրապարակել Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ որոշումը։ Դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ քննում են Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ բազմաթիվ դրվագներով բողոք են ներկայացնում։ Նրա խոսքով գործող արտադրական ձեռնարկություններն առանց որևէ նախապատրաստական աշխատանքների կապարակնքել են անգամ ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել հարակից շենք շինությունների համար։ Տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող, բացի դրանից նաեւ տարբեր լրատվամիջոցներ, տնտեսագետներ նախորդային բավականին լուրջ վերլուծություններ էին իրականացնում այն մասին, թե օրինակ որքան հարկեր են մուծվել այդ ընկերությունների կողմից եւ խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ Տոնոյանը մեկնաբանել է նաև տարածված տեղեկությունը, թե Ծառուկյանին պատկանող տարածքից կենդանիներ են առգրավվել, դրանք համարելով խնդրահարույց։ Նա վստահեցրել է, որ կենդանիներին պահել են օրենքի պահանջներին համապատասխան պայմաններում։ Ցանկացած մարդ ունի նախասիրություն եւ օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չի թույլատրելի վայրերում եւ պայմաններում իրականացնել որսը առաջին հերթին։ Երկրորդը ինչ վերաբերվում է կենդանիների պահման հանգամանքին, երևի առիթ ունեցել եք Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են եւ կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների այսպես արկայությունը, ինչի եմ այսքան մանրամասնորեն այս ամեն ինչին տիրապետում, որտեղ մի քանի տարի առաջ, երբ որ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծ էր նվիրատվություն էր կատարում Երևանի կենթանաբանական այգում, բավականին երկարատև թղթաբանական գործընթաց էր այդ ամեն ինչ այդ նվիրատվության գործընթացի կազմակերպումը եւ բոլոր կենդանիների հետ կապված արկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման այսպես վայրը, պայմանները բոլորը համապատասխանել են նորմերին։ Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների ու թռչունների 190 խրտվիլակ, 3 առյուծ եւ 1 վագր, տեղափոխել կենդանաբանական այգի։ Ըստ քննչական կոմիտեի հայտարարության ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։ Առանձնատանը պահվող մյուս կենդանիներին նախատեսվում է առգրավել եւ պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդ օրերին։ Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ, պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք ըստ հայցի զրպարտչական են։ Հետքը գրել է, որ Սրբազանը պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026 թվականի հուլիսի 6-ին և մակագրվել դատավոր Մարինա Թաշչյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտարարել է, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորությունները գործածելով հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք։ Ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին կաշառք տալու համար։ Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հանդիպել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ։ Միշուստինը հայտարարել է Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության եւ բարիդրացիականության ոգով։ Նրա խոսքով Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին առևտրի գլխավոր գործընկերը, չնայած համաշխարհային տնտեսական անկայունությանը։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ ինչպես ընտրությունից առաջ, այնպես էլ ընտրությունից հետո տրամադրված են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ շարունակել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը։ Փաշինյանի այցը եղել է նաեւ ռուսական պարբերականների ուշադրության կենտրոնում։ Իզվեստիան գրել է, որ ակնհայտ լարվածությունից հետո Երևանն առաջին քայլն է արել դեպի Մոսկվա։ Ըստ կայքի Ռուսաստան կատարած ներկայիս այցը նաեւ հաստատում է Երևանի հանձնառությունը պահպանելու գործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Պարբերականը գրել է, որ Փաշինյանը կփորձի համոզել Մոսկվային վերացնել կամ գոնե մեղմացնել հայկական ապրանքների վրա դրված սահմանափակումները։ Այս թեման նաև հայկական փորձագիտական դաշտի ուշադրության կենտրոնում է։ Մանրամասները ռեպորտաժում։ Մոսկվան շարունակում է կոշտ ազդակներ հղել Երևանին, խոսելով օդային հաղորդակցության հնարավոր սահմանափակումների մասին, իսկ հայկական գյուղմթերքի արտահանման արգելքները դեռ ուժի մեջ են։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, եթե Հայաստանը գնա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, ապա Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը կարող է դադարել։ Նրա խոսքով ԵՄ-ին անդամակցությունն ու ԵԱՏՄ-ում մասնակցությունը համատեղելի չեն, եւ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն եվրոպական ինտեգրման հնարավոր հետևանքները։ Հենց այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Եկատերինբուրգ, մասնակցելու Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Այն որ ավիահաղորդակցությունը միևնույն է շարունակվելու է, դրանում կասկած չունեմ, որովհետև դա ռացիոնալ չի, որ դադարեցվի, նույնիսկ եթե Հայաստանը շարժվի դեպի ԵՄ։ Թեպետ այս իմաստով էլ ռացիոնալ չի, որ մոտակա 5-10 տարիների ընթացքում Հայաստանը կարող է լինել ԵՄ անդամ։ Նույնիսկ անդամության տեխնացու լինելը բավական այսպես ժամանակահատված է պահանջելու եւ ջանքեր, ինչը ես կարծում եմ դարձյալ իրատեսական չի առաջիկա առնվազն 5 տարիների համար։ Փաշինյանի այցը տեղի ունենում ոչ միայն տնտեսական, այլև վերջին ամիսներին կուտակված քաղաքական խնդիրների ֆոնին։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով այն պետք է դիտարկել նաև ներքաղաքական տրամաբանության մեջ, քանի որ նախընտրական շրջանում կոշտ հայտարարությունները հաճախ ծառայել են արտաքին եւ ներքին աջակցություն ստանալու նպատակին։ Հիմա երբ որ ընտրությունները վերջացել են եւ սահմանադրական դատարանը իմ կարծիքով անօրինական որոշում է կայացրել, անարդար, որտեղ այնտեղ կային բազմաթիվ խնդիրներ, որոնք շրջանցել են եւ դա էլ սպասվում էր։ Հիմա ինքը փորձում է Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ կարգավորել առաջերտին տնտեսական դաշտում։ Միևնույն ժամանակ փորձագետների գնահատմամբ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարություններն ու տնտեսական սահմանափակումների վերաբերյալ ազդակները դիտարկվում են ազդեցության գործիքներ Հարավային Կովկասում դիրքերի պահպանման համատեքստում։ Ձևավորվել է այնպիսի կոնֆիգուրացիա, երբ Ռուսաստանի Դաշնությունը կարծեք թե դուրս է մղվում Հարավային Կովկասից եւ Հարավային Կովկասի ամբողջ, այսպես թե լոգիստիկ, թե ընդհանուր տնտեսական փոխկապակցվածությունը առանց Ռուսաստանի, ինչը Ռուսաստանի համար եւ խնդիր է եւ մարտահրավեր է։ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ իշխանության կողմից շրջանառվող ԵՄ ինտեգրման նորակարգը գործնական բովանդակություն չուներ եւ ավելի շատ քաղաքական հայտարարությունների մակարդակում էր։ Բոլորս հասկանում ենք, որ Եվրոմիության Հայաստան անդամակցությունը դա փուչիկ է, այսինքն դա հնարավոր չի, դա հեքիաթ է, դա անհնար է բոլոր առումներով, սակայն դա ինքը ներկայացնում էր որպես աշխարհաքաղաքական ինչ-որ բան, ինչ-որ ցուցիչ, որ ինքը գնում է դեպի արևմուտք։ Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այցը համընկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ուժայինների իրականացրած գործողությունների հետ։ Հաշվի առնելով, որ Փաշինյանը հրապարակայնորեն Ծառուկյանին կապել էր ռուսական ազդեցության շրջանակների հետ, Դանիելյանի խոսքով ստեղծվում է տպավորություն, որ այս զարգացումները կարող են ունենալ նաև քաղաքական ենթատեքստ։
Իսկ Ռոսատոմն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան, տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար։ Պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքով Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ներկայում արտադրվում է ատոմային էներգիայի միջոցով։ Ավելին, Լիխաչովը չի բացառել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կարող է հասնել 1 գիգավատի։ ԱՄՆ-ն Հայաստանին չի հրավիրել G20 գագաթնաժողովին, մինչդեռ Ադրբեջանը հրավիրված երկրների շարքում է։ Գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 14-ից 15-ը Մայամիում։ Գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Քաթարը, Սինգապուրը, Իսպանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնարկել է Վաշինգտոնի և եվրոպական երկրների միջև տարաձայնությունների և դաշինքի ապագայի շուրջ քննարկումների ֆոնին։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ Սկզբում ամերիկացի առաջնորդը կասկածանքով էր վերաբերվում դաշինքի անդամների հետ հանդիպմանը, դժգոհ լինելով այն փաստից, որ նրանցից շատերը չեն աջակցել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում։ Սա դաշինքի առաջնորդի 36-րդ հանդիպումն է և երկրորդը, որը երբևէ անցկացվել է Թուրքիայում։ Ի դեպ, Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների համար Անկարայում կազմակերպված ընթրիքին, բայց չի մասնակցի գագաթնաժողովին։ Ըստ լրատվամիջոցի, սա ցույց է տալիս, որ Կիևի դաշինքի միանալու ձգտումը մնում է չիրականացված։ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել է Մակրոնը, մեքենա են պայթեցրել։ Ֆրանսիայի նախագահը միջադեպից կարճ ժամանակ առաջ լքել էր տարածքը։ Մակրոնն արևմտյան առաջին առաջնորդն է, որը այցելել է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ալ-Ասադի իշխանության անկումից հետո։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տեղի ունեցած պայթյունների պատճառով տուժել է 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Մակրոնը լավ է և շարունակում է իր այցը Սիրիա։ Նա արդեն հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի պատճառով զոհերի թիվը հասել է 3535-ի, մոտ 18000 մարդ անօթևան է, վիրավոր է 16740 մարդ։ Երկրաշարժերը, որոնց ուժգնությունը կազմել է համապատասխանաբար 7.2 և 7.5 մագնիտուդ, տեղի են ունեցել ընդամենը մի քանի վայրկյան տարբերությամբ։ Դրանց հետևանքով երկրում առաջացել են նաև առողջապահական լուրջ ռիսկեր, ժամանակավոր վրանային կացարաններում, գերբնակեցման, սահմանափակ օդափոխության, անվտանգ խմելու ջրի պակասի, ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ խնդիրների, սննդի և թափոնների ոչ պատշաճ կառավարման վերաբերյալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։